Ողջույն սիրելի հետևորդներ, շարունակում ենք դպրոցական օպե նախագիծը։ Այսօր ես հյուրընկալվել եմ մեր, այսպես ասած, քրդախոսների կողմից շատ սիրված, բոլորին շատ քաջ հայտնի Հելան տատիկի։ Ողջույն տատի։ Հազար բարով։ Ո՞նց ես։ Լավ եմ։ Լավ առողջականը։ Ոչինչ։ Ես ուզում եմ, որ դու մեզ այսօր պատմես քո դպրոցական կյանքի մասին։ Արի սկսենք քո ծնունդից, որտեղ ես ծնվել, որտեղ ես գնացել դպրոց, տեսնեմ ինչ ես հիշում։ Ես Դերկում եմ ծնվել, Դերկում։ Որտեղ է գտնվում Դերկը։ Դերկը Սիրիային մոտ է։ Մոտ է։ Քերջբոյին ասեցի, ընձիտար Դերկե իմ ծնված տեղը տենամ, ասավ հետո անդեց, որ եկանք բանում պոեզով, մեզի պերին Սիրիայից, պերին Հալեբ, Հալեբից սաղի մազերը կդրում էին, Ռեհանի ու Մայրամի մազերը սպից էր, իմ պապան իմ ձերը բռնավ, ասավ տանեմ, ընձի տեղի նման քաչարցրել էին, ասավ թո աղջկաս մազերը կդրեն, են երկու աղջկների մազերին ձեր չտան, բան արինք, հետո որ ընդեղից եկանք, բանի պոեզի մեջ ենք, մեկի տեսավ պապաս Մայրամի ու Ռեհանի մազերը կդրած, նստավ լացավ, ասավ որում Հայաստանում ոչիլ կա, որ իրոնց մազերին չեն կդրի, վերջը, ընդեղից էլենք եկանք բան, նստանք Կինոյի տեղ ես գնացել։ Հա, ոչ թե կինո նայենք, սաղ նստել էին, կարտոլ էին խաշե, փտատ են ասում։ Պերին ամեկս մի հատ կերանք էնի չհամովերում չիլում է պերան սայրը համը։ Իսկ դու քանի տարեկան ես եղել այդ ժամանակ։ Ես չգիտեմ 3 էի թե 4 էի։ Այդքան հիշում ես։ Հա, սաղ հիշում եմ։ Դու որտեղ ես դպրոց գնացել։ Ընդերից որ եկանք ստե, Հայաստան։ Եկանք Հայաստան մի հատ բաց ավտո էր, գրուզավիկ էր, սաղ մեր վեշերը մեջներ տարան Մարտունի, Մարտունիում ես ու Մայրամ էտ մենք դպրոց, Հագոպը մամայիս, պապայիս հետ էտ մեր ասվալտ էին բանանում, շոշերը աշխատում էր, իմա Մայրամ է, որ եկա իրար հետ էթմ էինք, ընդեղ գնացինք դպրոց, առաջի դասարան, գնացինք ընդեղ, երեխեքը գալի մեզի խփում էին, լացում էինք, գալիս էինք տուն, ասում էին բանա, դե խփում են, ինչ գիտեն, մեզի տարան մի տեղ, իմ պեսը Ռեհանի մարդնել էր մեր հետ, մի հատ տուն տվին մեզի, մի տեղը գոմ էր, դե մամային կսում մեզի, ընդե կնցրին, են մի տեղը, երևի մանգապարտեզ էր, ինչ էր, ընդեղ է սա բան էր, պոլը բանը ներկած էր, պեսես դե գրակետ էր, իրանք ընդե մնացին, ես ու մամաս պապաս մի հատ բան, մանեժի նման, բան էր, մեր տեղերը ընդե կծին, պարկանք ընդե կնանք, կնանք հետո նոր ընդեղից բողոքին, բողոքին ասին ստե մեր տեղը չի, էտ մենք դաշտն ենք լողանում, մեզի տան մեր դաշտ մամաս, լողանում էինք ընդե գալիս էինք, մեզի նորից բողոքին ասին տարպերին եկան Կիրովի, Կիրովի է մի քշեր, մի շապատ խանութն ենք քնեսեն պարդեկո, 4 ընտանիք էինք, 4 ընտանիք էինք, ընդեղ քնում էինք, հետո ընդեղ որ դպրոցը փակվավ, դպրոցում բանում տարան մեզի սաղ նստարանները շարել էին, մի տեղ մեզ էին տվել, ամեկից մի տուն, 4 տուն, ոչ թե մենակ մեզի, վերջը, մամաս պապաս աշխատում էին, Հակոպի հետ, Մայրամն ու ես է դպրոց էինք էթում, Մայրամն էլ որ ասել էին բանա, զնե դնե, ես գնացի եկան Կիրովի նոր 7-րդ ավարտել եմ, 7 տարի ես գնացել դպրոց, հա,
7 տարի գնացել եմ, հետո եկել ենք տուն։ Եկել ենք տուն, մեր դիրեկտորը փոխվավ Գասպարյանը, Հարութոնյանը, Բարսեղյանը, Հակոբյանը, ես շատ գիտեմ, շատ էին։ Խաչատրյանը, Կհիշես ինչ առարկաներ էիք անցնում ձեր ժամանակ։ էլի նույնն էր, էլի։ Նույններ, լրիվ նույններ։ Չէ, սաղը նույն պարապում էինք, լավად սովորում էինք։ Ո՞նց էիր սովորում։ Ոչինչ։ Բա տատին։ Մայրամ տատին ո՞նց էր սովորում։ Էն էլ լավ էր սովորում, բայց ինք էլ չեկավ, գնաց դաշտ։ Մենակ ես եմ գնացել դպրոց։ Տատին քանի տարի է գնացել դպրոց։ Մայրամ երևի 4 տարի, Հա։ ավել չի գնացել։ Հետո վերջը եկանք Կիրովի, ես սիրուն աղջիկ էի, շատ էին ինձ ուզում։ Ով գալիս էր Մայրամի չէ, Մայրամ մեծն էր, ես փոքրն էի։ Իրան չէին գալի, ինձ էին գալի։ Պապասը վոլա սրան մի օր տանը խայտարակել եմ, ամոթա։ Կային սրան տան մարդի էտա, նոր Մայրամին կտա։ Գիրք կարդում էիք ձեր ժամանակ։ Չէ, հա, գիրք։ Այդ գիրքը որտից էր մեզի։ Չկար։ Չկա։ Իսկ ինչ շորեր էիք հագնում, որ գնում էիք դպրոց դու։ Յուբկա, բլուսկա, ֆորմա հագնում էինք։ Այդ մենք սիրում, որը ֆորմա էր, մեր դասատուն ասում էր, վաղը ֆորմա կհագնեք։ Որ յուբկա, բլուսկա էր, այդ ենք հագնում։ Կոստյում ունեի, ինձ էլ Մայրամին էլ։ Բան ունենք, հագնում այդ էինք։ Ինչ աղջիկները մեզ նախանձում էին, ասում էին լտես, իրենց կոստյում ունեն, մեզի չունենք։ Իսկ տետր կար։ Տետրեր ունեիք դուք։ Ամեն ինչ ունեինք, սումկա ունեինք։ Սումկան ոնց էր։ Դուք էիք կարում պայուսակները, չէ՞, առնում էիք։ Առնում էին, դնենք մեր չեթում էինք։ Թանակով եք գրել դուք, թե գրիչով։ Սեն թանակեր գրիչը թաթխում էինք, գրում էինք։ Թանակ տանում էիք, չէ՞, sense թանակը։ Մատ տոբրակ էր մամաս կարե, դնենք մեջը, որ չթափի այդ թանակը։ Ու էթում էինք։ Այսինքն դու Հայաստանում ես դպրոց գնացել։ Հա, ընդ չեմ գնացել։ Էթում էինք, նստում էինք նստարաններին ու գալիս էին։ Երեխեք մեզի խփում էին, լացում էինք։ Գալի ասում ենք, ես ինչ երեխեն մեզի խփել է։ Մամաս, պապաս ասում են, հրբետ մի բան արել եք, որ խփել են։ Բայց դուք հայերեն խոսում էիք։ Չէ։ Քրդերեն էիք խոսում։ Մենք սուսում նստել էինք մինչև որ արդեն սովորանք հայերեն։ Ուսուցիչներին չես հիշում։ Դե հիշում եմ, որ այրանք ստեղ են։ Խաչատրյանին հիշում եմ։ Ինչ է դասավանդել։ Հասմիկ Խաչատրյան, Բարսեղյան Լիպարի։ Իրանք ինչ են քեզ դասավանդել։ Հասմիկը մեզի հայոց էր տալիս։ Իրա քուրն էլ ինքն էլ Խաչատրյան էին։ Բարսեղյանը մեզի թվաբանություն էր տալի։ Հակոբյանը մեզի ռուսերեն էր տալի։ Չէ, Ներսեսյանը ռուսերեն տալի։ Գասպարյանը պատմություն էր տալի։ Որ Գասպարյանը մեկ խնդում էր երեխեքի սաղի վրա ասում էր, հիմա ձեր ծնողները բան կնստեն կնայեն, ես էտում եմ ստուդիա, էտում եմ դե ստուդիա նայում եմ ամեն ինչ։ Մենք Հարութոնյանը, էտում մեր դիրեկտորն էր։ Իսկ ինչ տոներ էիք նշում։ Մայիսի տոնը կարեն վաղ, հետո որ Ստալինը մահացավ, մեզ է սաղ բարձրախոս են բանը սև լենտ ենք կապե, կայնել էինք, ով չէ լացում ջղանանում են ասում, լացեք, Ստալինը մահացել է։ Տուրնիկ ենք խաղում, տուրնիկ, մի հատ աղջիկ ընկերուհիս էր, բրթավ ինձի ընգամ, ուշքս գնաց, չգիտեմ սրտս յանը ենգե ինչ է յարը, աշկըտ բացի տնամ սաղ թապել են գլխիս, ես իշպանա, կուրսը լացում էր, Մայրամն է լացում էր, անցավ, վերջ։ Դու ընկերուհի ունեցել ես դպրոցում։ Ունեի Ալիս ընկերուհիս էր, Ֆրիտան ընկերուհիս էր, Զինան։ Դասերից հետո ինչ էիք անում։ Մեր տուն ենք, ես գործ էի անում,
ճաշը եփեմ, մամաս իրանք որ աշխատում էին, ճաշ եփում էին, իրիկուն գարսին ուտում էին, մեզի մեր մանեժի նման բան ունեինք, թախտ, բան էի կապում, են մարլա որ կապում եմ է, որ 4 տեղից կապում էի, գալի քնում ենք, մոծակ մեզի չեր ուտում, կապում էի, քնում էինք, մամաս, պապաս միշտ ասում էր մամաս, Ola esi koki surna. Asmer meniç anıma mıçır galises. Vor galisink durs xembov yesu mayram irar moteyink. Mer dansatun asmer. Ay srantet şnork versek. Xelo kerexeken. Bayt tuk tırnımek irar şalak. Vor miçantskov etmeyink. Գովում էին մամայս ասում էր, մենակ այսքան խաղող ակաղ է, բայց չգիտեի, որ ես ու քուրս իրան օգնում մամասը, չգիտեմ քաները, Իսրահել Շամամ մահացել են, նոր Ռեհանինա բերել, նոր Հակոբնա ունեցե, նոր Մայրամը, նոր ես, նոր Ջորջը, Ջորջը հիմա Հոլանդիա է Մնացել եք երկուսով Հա Դու Ջորջը Պապին ոնց է եկել հասել ստեղ ինչ կյանք ա տեսել Պապայս կյանք չէր Խի որ պատմներ նստում լացում ենք իրա հետ ինքը իր աղբերը հերը մերը հարսը հղի մի աղբերը Ֆերմո անունը Ֆերմո էր հորս Պապայիս աղբորանուն Ֆերմո էր Ֆերման պատերազմ յանի բայց իրան ասում էին ասում է շկրիմը քրքրվի Պապաս այդ շկրիմի գառներն էր պահում իր գառները որ պահում էր որ իրիկուն գալիս են տենմա ինչ իր հերը մերը աղբերը քուրը աղբոր կմիկը հղի խշպիկով խպել են երեխեն իր փորի վրա խաղացել է Պապաս լացել է այդ շկրիմ ասել է Բրահիմ քո աչքից արցունք չտենամ որ տենամ քեզ եմ խփելու էլ Պապաս մաքրել աշկերը էլ բան չարի իրիկուները մութը որ վրա է տվե այդ շկրիմին մի հատ տղա ունեցե ասել է Բրահիմ արի եթանք բան այդ ծերոնց լրիվին քաշել են ձոր աղեղի սեն ոտիվ բրնել են քաշե կծել են ընդե միքչե կարմար են կծևր են թողեկել են տուն այդ շկրիմը խաբար չի եղի շկրիմը որ խաբարել էր չր թողի ընդե եսիմ շներ իրանց մի սկուտեին իշ կանեին իշ չէին անցավ հիմա խեղճ հերս օր չի տեսի իրա այդ շկրիմի աղջիկը տիֆ ա եղե իրա պատմելով տիֆ ա եղե այդ իմ հորախպերսը մեղք է եկել ա հերս ասել ա Ֆերմա գոր չունես ինքը կլավանա դու կհիվանդանաս տենց եղել ա իրա աղջիկը լավացել ա իմ հորախպերն ա վատացու մահացել ա իմ կիսուրս որ պատմում էր ասում էր 13 կնիկ էին կիսուրս Ես չէ, որ ամուսնացել եմ, բան ասում երկու տղամարդ գյուլեկս է ձերը, ասում մի բան էր մնացել, մի գյուլա, ասել սրանց սաղի շարք այնացրա, որ բանելի ես գյուլոք սպանեմ, այդ դրանք սաղ մեծ են եղե, սենց են կծել են, բան չեղե, այդ կիսուրս փոքր է եղե, այդ գյուլեն կպել է սիրա պրոշին, Մինչև հիմա էլ նգար ունի, այդ պրոշը սեր բան ա եղե, եկել են իրան պերել են իրա հորոխպորտուն, մի քիչ շիլա, այդ հում ձավարի մանդրը, սեպել են դրել են վրել լավացել ա, ասմա փոս էր եղե, ասմա փոսը լծվել էր արուն, ասմա հետո տեսակ մորքուրս ու իրա մարդը գալիս է, ես էլ կանչեցի ասի, պատմել այն քնդի, կանչեցի մորքուր ուրես եթմ, ուրեմ իրա մարդն է իրան շալակ է, որ ջուրը խպել է, ասմա կայեկավ ասավ, օլա մեր խատունի ձեննա, խատուն էր իրա անունը,
ասում եկավ ինձի վերցրին գնացինք ինձի տարավ հորողբորժ տուն ասում իր հորողբոր տունը շատ հեռու չի եղի ընդեղ այդ բանը սարքել են դրել են լավացել է ասում որ ես իմ կեսրարը գնացի իրան տարելա քշիրը ինքն շեկրի մի մոտ բանա ծառայ է եղի ասում որ ես խմոր էի անում խաչ էի կաշում խմորի վրա ասում անձի ասում էր մեկ էլ ես չտենամ խաչ քաշես խմորի վրա մեկ էլ չտենամ քեզի կսպանեմ ասում մի օր մեր քավորը վեդիում է եղել քավոր Մելքոնը իր կնգանունն է Խազալ էր իր կնգանուն ինքը բան արե հենց հիմա այդ կեսրարից հետ եկելա կիսուրից տարելա քշերով իր բարձը դրելա տեղաշորի մեջ կիսուրս որ շկրի մեջ չիմանա ինքը ասում է ես գոմե կովերի մոտ եմ քմե ասում որ շռում էին այդ շռը գալիներ վրա թափում էր կատ ընկներ վրես ասում ալեմ որ խմորը խմեի թունդիրը ծառա է եղի իրանց համար ասում էդ էր որ կեսրարը տեկավ ինձի տարա Մելքոնի հետ ասում ասին իբր քյաչանա կեսրարս ասում ասի մետ գլխար կթանի Հանով տնո մազեր սև, սիպտակ, խճուճ, զմանը ծուրախասի պարկասու, ես եմ մազերով էի Հելան տատի, քո անունը որտեղից է ծագել, ոնց են դրել Մելեք Հելան են դրի Ինչ այդի նշանակում Մելեք սրբի անուն Շնորհակալություն եմ քեզ հայտնում, որ ինձ հյուրընկալել ես որ այսքան հետաքրքիր պատմություններ ես պատմել, ապրես, շատ շնորհակալ եմ քեզ։ Շնորհակալություն եմ քեզ հայտնում ինձ հյուրընկալելու համար։ Շնորհակալություն նաև ձեզ սիրելի հետևորդներ, որ շարունակում եք հետևել ինձ։ Շնորհակալություն կհանդիպենք հաջողություն։ Աստված բոլորի հետ։